Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է ամենայն հայոց կաթողիկոս Խորեն առաջին Մուրադբեկյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն պատմական գիտության դոկտոր Ամատունի Վիրաբյանը եւ նույն արխիվի բաժնի վարիչ պատմական գիտությունների տեխնացու Գոհար Ավագյանը։ Բարի գալուս հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Խորեն կաթողիկոսի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն առաջինը ծնվել է 1873 թվականի դեկտեմբերի 8-ին Թիֆլիսում, Էրզրումից գաղթած Հովհաննես Մուրադբեկյանի ընտանիքում։ 1892 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա ուսումը շարունակել Շվեյցարիայի եւ Գերմանիայի համալսարաններում։ 1897-ից 1901 թվականներին Ներսիսյան դպրոցում եղել է երգի ուսուցիչ, 1901-ից 903 թվականներին Գավառի եկեղեցիների բարեկարգիչ, 1903 թվականին եկեղեցական կալվածքների եւ ունեցվածքի բռնագրավման ժամանակ ձերբակալվել եւ աքսորվել է։ 1905-ից 907 թվականներին եղել է Գորի, Իմերեթի, Բաթումի եւ Արտվինի առաջնորդական փոխանորդ։ 1907-ից 909 թվականներին Գավառի եւ Ծաղկաձորի եկեղեցիների գործակալ։ 1909-ից 1923 թվականներին Երևանի հայրապետական թեմի փոխթեմակալ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Երևանի թեմի եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահ։ Կազմակերպել վիրավոր հայ զինվորների, փախստականների եւ որբերի օգնության գործը։ Հայ կամավորների հոգևոր կարիքները հոգալու համար մեկնել ռազմաճակատ։ 1917 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնվել է Երևանի հայոց ազգային խորհուրդը։ 1919-ից 20 թվականներին գործել է Փարիզում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայ ազգային եկեղեցական գործիչների շրջանում համերաշխություն հաստատելու եւ օտար շրջանակներում քարոզչություն կատարելու ուղղությամբ։ 1923 թվականից եղել է ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ եւ Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ։ 1932 թվականին ընտրվել է ամենայն հայոց կաթողիկոս։ 1938 թվականի ապրիլի 6-ին խեղդամահ է արվել Վեհարանի իր բնակարանում։ Ուղարկավորվել է Սուրբ Գայանե եկեղեցու Գավթում, ապա 1996 թվականին աճյունը տեղափոխվել է Էջմիածնի Մայր տաճարի բակը։ Խորեն առաջինը պայքար է ծավալել խորհրդային իշխանության հակաեկեղեցական քաղաքականության դեմ։ Զբաղվել է եկեղեցու բարեկարգման, սփյուռք հայությանը հայոց եկեղեցու շուրջը խմբավորելու եւ հայրենիքի հետ սերտ կապեր պահպանելու ուղղությամբ։ Տիկին Ավագյան, ձեզնից սկսեմ այս անգամ հարցը։ Փաստորեն ձեր իսկ դիպուկ գնահատմամբ Խորեն կաթողիկոս Մուրադբեկյանի կյանքն ու գործը հայ ազգին եւ հայ եկեղեցուն նվիրվածության վառ օրինակ է։ Եվ նաեւ նրա այդ տարիների սերունդը կամ սերնդակիցները բազմաթիվ են անվանի եւ մեծ վաստակ ունեցող ինչպես եկեղեցական, այնպես էլ ազգային հասարակական գործիչների։ Մեկ քանիսի անուն ընդամենը թվարկեմ. Գևորգ Չորեքչյան, Գարեգին Հովսեփյան, Ներսես Մելիքթանգյան եւ այդպես կարելի է այդ շարքը շարունակել։ Իսկապես Խորեն Մուրադբեկյանի գործունեության ժամանակաշրջանը համընկնում է մեր ժողովրդի համար շատ բախտորոշ մի ժամանակահատվածի մեջ, երբ որ եւ քաղաքական, հասարակական ասպարեզում իրադարձությունները իրար այնքան արագ էին հաջորդում եւ այնպիսի բախտորոշ մի ժամանակաշրջաններ ապրեց մեր ազգը, որը իր հետ բնականաբար ծնեց իր հերոսներին։ Այսինքն այդ ժամանակն էր, որ ծնեց իր գործիչներին, այսինքն ժամանակի պահանջներ դա, այո, եւ եթե այսպես մի քիչ վերացական նայելու լինեինք, չլինեին այդ անունները, ինչպես հոգեվոր, ասենք, գործիչների մեջ, նաեւ ինչպես նշեցիք, քաղաքական, հասարակական գործիչների մեջ դժվար է ասել թե ինչպեսի իրապես դա այնպեսի մի աստղաբույլ էր այդ ժամանակաշրջանում Մայրաթորի շուրջը, գահակալի շուրջը հավաքված, ասենք, որ իրապես ամեն մեկը յուրովի իր ասպարեզում այնպես դեմքեր էին, յուրահատուկ գործիչներ էին, որոնք առանց չափազանցության իրենց լուրջ հետքը թողեցին մեր ազգի այդ ժամանակահատվածի պատմության վրա։ Շնորհակալություն, պարոն Վիրաբյան։ Մի քանի անգամ արդեն շեշտվեց բախտորոշ այդ ձևակերպումը ժամանակաշրջանի հետ կապված եւ աստղաբույլ։ Սակայն ցավոք պետք է նաեւ ընդունենք, որ մեր հանրությանը Խորեն Մուրադբեկյանի անունը
հայտնի չէ։ Մինչդեռ արդեն նշվեց մեր պատմության այդ վճռորոշ եւ ծանր ժամանակահատվածում է հենց գործել եւ իր ողջ այդ ազգային եկեղեցական այդ գործունեությունը ծավալել։ Գիտեք ինչ, դա իր օբյեկտիվ պատճառներն ունի, որտեվ վերջին աշխով մեր սերունդը, մեր հանրությունը դեռ հանրության մեծ մասը այսօր ձևավորվել է խորհրդային շրջանում։ Երբ որ եկեղեցու մասին ընդհանրապես, եթե վատը չէին խոսում, լավ իմաստներ չէին ասում։ Եվ եկեղեցիական գործիչները կարծես թե դուրս էին մնացել մեր պատմության էջերից։ Մենք խորհրդային տարիներին դպրոցում ոչ մեկը չգիտեր ով էր Խորեն Մուրադբեկյանը, Գարեգին Հովսեփյանը, լավագույն դեպքում եթե հանրագիտարաններում նշվում էր Գարեգին Հովսեփյանին որպես պատմաբան եւ ոչ ավելին, եւ ոչ եկեղեցիական գործիչ։ Գուցե նաեւ իր դերն է խաղացային փաստը, որ Մուրադբեկյանը այդ բռնատեսումների զոհ դարձավ։ Ոչ միայն դա, եկեղեցիական գործիչ լինելը բավական էր, որ նա կրկնում եմ դուրս մնար պատմության էջերից։ Դասավանդվեր նրա մասին, ոչ մի խոսք չասեր։ Սա է պատճառը, որ եւ այսօր էլ գիտեք ինչ, մի փոքր իներցիայով շարունակվում է, որ մենք պետք է, ներկայումս պետք է, այո, նրանց անունը բարձրաձայնենք, որտեղ նրանք իրոք մեր ժողովրդի ճակատագրական պահերին մեծ գործ են կատարել եւ եթե չլինեին նրանք մենք չենք կարող ասել ինչ կլիներ մեզ հետ։ Ձեր ասած մեծ գործը ոչ միայն եկեղեցական ոլորտում, այլ չէ, ընդհանրապես մենք խոսենք այսօր նրանք հաճախ փոխարինում էին պետական գործիչների կամ ռազմաճակատում իրենց ներկայությամբ Սարտարապատի ճակատամարտում եկեղեցիական գործիչները իրենց ներկայությամբ հավատ էին ներշնչում կռվողների մոտ եւ նրանց ներկայությունը նոր լիցք, նոր թափ, նոր եռանդ, նոր ուժ էր հաղորդում կռվողներին։ Խոսքը Սարտարապատի ճակատամարտի մասին է, որը փորձվեց առնել նաեւ 1920 թվականի թուրքական հարձակման ժամանակ, բայց կարծես թե չստացվեց։ Ռազմաճակատ մեկնեց Գարեգին Հովսեփյանը կարծում էր գտնվում, բայց չստացվեց, այն չեղավ այն, ինչ որ եղավ Սարտարապատի ճակատամարտում։ Տիկին Ավակյան, ռազմաճակատ մեկնելու մասին Վիրաբերն ասաց, ինչքան տեղյակ եմ, երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, Խորեն Մուրադբեկյանը առաջիններից մեկը հենց մեկնեց ռազմաճակատ, մեր հայ կամավորներին ոգևորելու, եկեղեցիներին զենք բաժանեց եւ դրան գումարած նա կարծեմ Երևանի թե Երևանի նահանգի այդ եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահն էր, որը շատ կարևոր գործառույթներ իրականացրեց։ Առաջի համաշխարհային պատերազմը երբ սկսեց, Խորեն Մուրադբեկյանը արդեն Երևանի թեմի առաջնորդն էր։ Իսկ Երևանի թեմը ժամանակին դա մի հսկա տարածք էր ընդգրկում, այսօրվա Հայաստանի գրեթե ողջ տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքը թեմի մեջ է, Նախիջևանը եւ Կարսի մարզը։ Պատկերացրեք ինչ ահռելի մի տարածաշրջանի, ընդ որում այդ ժամանակ Երևանի թեմում գործում էին 650-ից ավելի եկեղեցիներ, որոնք սպասարկվում էին 760 քահանաների կողմից, այսինքն եւ 11 բանկեր եւ այդ հսկայական թեմի առաջնորդ եղած ժամանակ էր, որ սկսվեց պատերազմը եւ փաստորեն նրա հոգեվոր գործունեության այդ պրոֆիլը անմիջապես շատ արագ փոխվեց, որտեվ գիտեք, որ գաղթականների հոսքը սկսվեց դեպի Կովկաս, հատկապես դեպի Հայաստան, եւ նա անմիջապես ղեկավարեց Երևանի եղբայրական օգնության կոմիտեի, Արևելյան Հայաստան կոմիտեի նախագահ ընտրվեց եւ պետք է ասեմ, որ ահռելի, ուղղակի առանց չափազանցության, առանց բարձր խոսքերի հետևից ընկնելու կարող ենք հանգիստ խղճով ասել, որ հիրավի հազարավոր կյանքեր փրկվեցին։ Եթե ոչ տասնյակ հազարավոր, ինչի՞ չէ։ Ես նկատի ունեմ կոնկրետ Խորեն Մուրադբեկյանի, ասենք, գործունեության արդյունքում հազարավոր, այո, գուցե եւ ավելի մարդկային կյանքեր փրկվեցին, որովհետեւ կազմակերպվեց մի հսկայածավալ աշխատանք, ստեղծվեցին բժշկական խմբեր, սննդակայաններ եւ ընդ որում ոչ միայն այսօրվա Հայաստանի տարածքում, նա ինքը շրջում էր եւ Իգդիրում եղավ եւ Բայազետում, այսինքն այնտեղ որտեղ կային գաղթականների կուտակումներ, Խորեն Մուրադբեկյանը ուրեմն այնտեղ էր, նա իր աչքով պիտի տեսներ, այո, եւ իր արած աշխատանքի արդյունքում էլ ինքը պետք է համոզված լիներ։ Եվ դες մի բան էլ ուղղակի ասեմ, որ
այստեղ շատ երևի մեծ նշանակություն ուներ նաև իր մարդկային այն արժանիքը, որ նա ահավոր մեծ հեղինակություն էր վայելում շատ տարբեր խավերի մեջ։ Այսինքն հասարակական ամենից տարբեր շրջանակների մոտ հեղինակություն ուներ։ Սովորական հասարակ ժողովրդի մոտ եւ ավելի բարձր խավի մոտ, ուղղակի ասածս ավելի պատկերավոր դարձնելու համար ասեմ, որ տարիներ անց Գևորգ 6-րդ կաթողիկոսը մեր Չորեքչյան Խորեն Մուրադբեկյանի մասին գրելիս նա գրում էր, որ կոնկրետ Գորիում փոխանորդ եղած ժամանակ տեղի բոլոր հասարակական, կուսակցական, հոգևոր գործիչները երբ իրար հետ որևէ խնդիր էին ունենում, վերջին հաշվով դիմում էին Խորեն Մուրադբեկյանին, որպեսզի վերջնական Բեկանելի հաշտարարը իր հեղինակությամբ Բեկանելին նա էր։ Եվ նա շատ իր գործերը առաջ էր տանում առաջի հերթին իր այդ բարձր հեղինակության շնորհիվ եւ նույն Չորեքչյանի բնորոշմամբ նա ուներ մարդկանց հիպնոզացնելու մի հատկություն, այսինքն եւ առաջ տանելու այսքան իրանով անելու, կոպիտ ասած, այո, եւ նրանց առաջ տանելու բացառիկ այսինքն ներկա եզրույթով ձևակերպման խարիզմատիկ առաջնորդ է եղել, այո։ Պարոն Վիրաբյան, հաջորդ փուլը նրա կյանքի արդեն համընկնում է առաջին հանրապետության հետ, կարծեմ 17 թվականին, երբ որ Երևանում ազգային խորհուրդ ստեղծվեց, նախաձեռնողը ինքն էր այդ ոչռոջ դերակատարություն ունեցող եւ արդեն առաջին հանրապետության տարիներին դուք մայիսյան հերոսամարտերը հիշատակեցիք, արտասահմանյան տարբեր առաքելություններ իրականացրեց, կարծես թե ինչ որ առումով նաև Էշմիածնի Մայրաթորի արտգործնախարարի գործառույթ էր իրականացնում։ Ես միշտ մտածել եմ, եթե նա հոգևոր գործիչ չլներ, կլներ պետական գործիչ։ Ոնց դիվանագետ, լավ դիվանագետ, պետության, հանրապետության ղեկավար, կազմակերպիչ։ Մի քիչ կասկածելի է։ Չէ, կասեմ ես, խնդիրը նրանում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծեց այն տարածքի վրա, որտեղ թեմական առաջնորդը Խորեն Մուրադբեկյանն էր։ Եվ բնականաբար նա այդ գործում մեծ դեր կատարեց եւ Սարդաբադի ճակատամարտին, եթե առաջի գծում Գարեգին Հովսեփյաններ, քահանաների, հոգեվորականների հետ, ապա թիկունքում Երևանում կազմակերպչական աշխատանքները, կամավորների ցուցակագրումը, սնդամը, թերքի ջրի զինվորներին հասցնելը իրականացնողներից մեկն էր Խորեն Մուրադբեկյանն էր, եկեղեցին իր դերը կատարեց։ Երբ արդեն այս փոքր-ինչ հայկական պետականությունը ամրապնդվեց, խնդիր առաջացավ արտասահմանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում եւ ահա նորից պետությունը, պետական իշխանավորները դիմեցին եկեղեցուն, օգտագործելով նրա հեղինակությունը, Խորեն Մուրադբեկյանի հեղինակությունը։ Բանը նրանում էր, որ ասենք Փարիզում մենք դժբախտաբար երկու պատվիրակություն ունեինք, այդպես հաճախ է եղել, որ նույնիսկ իրար խանգարում էին պետական պետության Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Ավետի Սահարոնյանի ղեկավարությամբ եւ Արևմտահայ պատվիրակությունը Պողոս Նուբար Փաշայի ղեկավարությամբ եւ նրանք միշտ չէ որ նույն դիցն էին առաջ տանում, միմյանց նույնիսկ հակադիր որոշումներ էին ընդունում եւ հակադիր առաջարկություններ ներկայացնում եւ այս խնդիրը նրանց միջև հարթելու համար, ինչու՞ չէ նաև խնդիրներ կային ԱՄՆ-ում, որտեղ կուսակցական պայքարը հասել էր, այսպես ասած, շատ վտանգավոր աշխարհի հնչակյանները, դաշնակները, մյուսները, ԱՄՆ-ի հայ համայնքներ, որպեսզի համերաշխ լինի, իսկ այդ պահին բնականաբար արտասահմանյան հայությունը մեծ սատար էր Հայաստանի Հանրապետության համար, եւ ահա որոշվեց արտասահման գործողել Խորեն Մուրադբեկյանին, գործողումը սկսվեց 1919 թվականին, շարունակվեց մոտ 1 տարի, նա սկզբից գնաց Փարիզ հանդիպելու համար հայոց պատվիրակության հետ, այնտեղից մեկնեց Լոնդոն, Պողոս Նուբարի հետ հանդիպելու համար, բայց ասեն, որ չհաջողվեց այստեղ նրա առաքելությունը, բայց երբ որ նա մեկնեց, իհարկե նրա մեղքով չէր, որտեղ հակասությունները շատ խորն էին երկու պատվիրակությունների միջև, եւ նա շարունակեց իր ճանապարհը ԱՄՆ, բայց բարեբախտաբար այստեղ նրան
հաջողվեց հաշտեցնել համայնքը, ընտրել եկեղեցիական առաջնորդ, եկեղեցիները հաշտեցնել մեկ մյուսի հետ, համայնքները հաշտեցնել եւ այս հարցում նա կարողացավ իր խնդիրները լուծել։ Վերադարձավ 1920 թվականին, ներկայացրեց իր զեկուցագիրը կաթողիկոսին, այնտեղ մենք կարդում ենք այս ամեն ինչի մասին մանրամասը գրել է, բայց դժբախտաբար 20 թվականին նորից սկսվեց նոր պատերազմ, թուրք-հայկական 20 թվականի պատերազմը, նորից թուրքական զորքերի նոր արշավանքը դեպի Հայաստան, եւ այստեղ եկեղեցին եւս փորձեց իրագործել այնինչ իրագործեց 1918 թվականին, բայց քիչ առաջ ասեցի ամեն ինչ չէր, որ այս անգամ ստացվեց, որտեղ Տշնամիներն ավելի շատ էին, քան մերոնք պատկերացնում էին։ Բոլոր դեպքերում Մուրադ Բեկյանը պատմող եւ ամենաբարձրացան պատրաստ իր դիվանագիտական առաքելությունները։ Այո, առաջին հանրապետության տարիներին նրա անունը իրոք մեծ հեղինակություն ուներ, ոչ միայն, ասենք, հասարակ ժողովրդի շրջանում, այլ նաև պետական իշխանությունների, այո, եւ Քաջազնունու, եւ Խատիսյանի, եւ Օհանջյանենի համար նա հեղինակություն էր։ Մենք հետո կանչում էին երբ որ մենք խոսենք կառավարության նիստերին մասնակցում, այո, մենք հրապարակել ենք կառավարության նիստեր, այնտեղ կտեսնենք, որ ինքը այն նիստերին, որտեղ որոշակի կարևոր խնդիրներ պետք է քննարկեին, լուծեին, նա մասնակցում էր։ Այսինքն կառավարության նիստերում նա հավերում են իր հեղինակությունը, այո, բանեսնելու, այո, եւ հատկապես նա հանդիպում էր ամեն մի արտասահմանյան պատվիրակության հետ, որոնք ժամանում էին Երևան եւ իր գիտելիքները, իր ունեցած փորձը մատուցում էր հանրապետության ղեկավարներին այս կամ այն խնդիրը լուծելու համար։ Նախարարի գործառույթ էր իրականացնում, ինչու՞ չէ։ 1919 թվականին Լոնդոնից Խորեն Մուրադ Բեկյանը մի նամակ գրեց ամենայն հայոց կաթողիկոսին, որը իր բովանդակությամբ խիստ արտիական է եւ եթե տակը ամիսամսաթիվը փոխվի, ցավոք սրտի կարելի է մտածել, որ 3 գրված էր, իհարկե որոշակի փոփոխությամբ։ Խոսքը մեր ազգի մեջ այդ չմիաբանվելու եւ հատվածների, այսինքն տվյալ պահին արևմտահայերի եւ արևելահայերի մասին է նա խոսում եւ մի շատ պախարակելի երևույթ, որ ցավոք սրտի շատ արդիական է մնում մեր ազգի պատմության գրեթե բոլոր փուլերում եւ նա նույնիսկ այսպեսի մի արտահայտություն ունի, որ այստեղ արևելահայերի ու արևմտահայերի միջև այնպիսի մի խորը անդունդ է բացվել, որ թվում է, որ իրենք իրար ավելի են ատում, քան թշնամուն։ Սա անշուշտ շատ պախարակելի մի Իհարկե, բայց այդ 10-ը բարեբախտաբար 19-20 թվականի այդ իրավիճակի կամ այդ հոգեբանության մտայնության ներկայումս այս շուրջ 100 տարի հետո որոշակիորեն բավականին փոխվել է։ Իհարկե գուցե իսպար չի վերացել, տարաձայնությունը կամ ներհատությունները, սակայն որոշակիորեն փոխվել է։ Դա ժամանակին արևելահայ, արևմտահայ հատվածի մասին էր, ամեն տարբեր ժամանակներում ինչ որ մի sense հատվածական բան ցավոք սրտի մեջտեղ գալիս է։ Ժամանակի ընթացքում այդ ամենը կհարթվի, ամենայն դեպս սուր ձևով չի արտահայտի դրսևորվի։ Տիկին Ավագյան, սեղանին այդ աշխատությունն է, խնդրում եմ մեր հեռուստադիտողներին ցույց տաք, անվանել եք կարծեմ նահատակ հայրապետը, չէ՞։ Նահատակ հայրապետ։ Էջմիածնի նշան է գրքի վրա։ Հա, այսինքն դա հենց մայրաթորը ինչ է կապակցությամբ է դա հրատարակել։ Սա վեհապարի մահվան տարելիցի արթիվ է Խորեն Մուրադ Բեկյանի, այո, եւ եթե գիտեք Վավերագրեր հայ եկեղեցու պատմության հատոր կա այնտեղ նվիրված, այստեղ տեղ են գտել այն փաստաթղթերը, որոնք այն հատորից դուրս են մնացել եւ իհարկե այս գրքի հրատարակությունից հետո էլ հետագայում մեր ձեռքի տակ նորից տարբեր ֆոնդերից դուրս եկանելի փաստաթղթեր Խորեն Մուրադ Բեկյանի վերաբերյալ եւ մենք առաջիկայում նախատեսում ենք մի փոքր լրացնել եւ ամբողջական հրատարակել մեկ հատոր ամբողջությամբ իհարկե որպեսզի մեր ժողովուրդն էլ հայրենակիցներն էլ տեղեկանան իմանան, որ այսպիսի հայրենասեր, հայրենանավեր, նման հեղինակություն, մեծ հեղինակություն վայելող եկեղեցական ազգային գործիչ ենք ունեցել։ Այդ
շնորհալի աշխատանք եք կատարում, մաղթենք ձեզ մեր ազգային արխիվին հաջողություններ, պարոն Վիրաբյան, իհարկե հնարավոր չէ չանդրադառնալ Խորեն Մուրադբեկյանի արդեն խորհրդային տարիների գործունեությանը, ինչու՞ չէ նաև նրա եղերական այդ մահճանին, մահվանը շատ կարճ ժամանակ նա ցավոք սրտի ամենայն հայոց կաթողիկոս եղավ, բայց մինչև այդ կարծեմ կաթողիկոսի տեղապահն էր։ Մոտ 10 տարի տեղակալ էր կաթողիկոսի։ Անմիջական հայ եկեղեցու գործերը 10 տարուց ավել ընդհանուր առմամբ նա էր ղեկավարումը, որում այդ դժվարին, երբ որ սկսվել էին հալածանքները, չէ՞, արդեն։ Բազմիցս խոսել ենք այդ մասին, ես չեմ ուզում եւս մեկ անգամ կրկնել, ինչ էր նշանակում խորհրդային իշխանություն եկեղեցի հարաբերությունը, բայց երբ որ եկեղեցիականները հաճախ անզոր էին լինելու, ոչ միայն պայքարել իրենց համար, այլ նաև հրաժարվում էին եկեղեցիական կոչումից, որպեսզի գոնե իրենց անձը կարողանան պահպանել, անձի անվտանգությունը ապահովել, բայց Խորեն Մուրադբեկյանը այն եկեղեցիական այն գործիչներից էր, որ կարողանում էր միջև վերջ մնալ իր կարծիքին եւ հաճախ դիմելով, հաճախ մտնելով բանավեճի մեջ խորհրդային իշխանության հետ, որը բացառիկ երևույթ է։ Գիտեք, դա մեծ վտանգների ռիսկերի հետ կապված։ Գևորգ 5-րդ Սուրենյանցը ծերության պատճառով 1922-23 թվականի հեռացավ գործունեությունից եւ ահա նրան փոխարինեց որպես տեղակալ ամենայն հայոց կաթողիկոսի Խորեն Մուրադբեկյանը։ Սա մի շրջան էր, երբ որ իրոք հսկայական թափով խորհրդային իշխանությունը հարձակում էր սկսել եկեղեցու դեմ, ոչ միայն եկեղեցիականներն էին վերանում, այլ նաև եկեղեցիներն էին քանդվում, պահեստների էին վերածվում ակումբների, գրադարանների եւ հեշտ ու հանգիստ չէր։ Արխիվներ նրանց բռնագրավում, որ այսօր մեզ մոտ է պահպանվում, սա եւս փաստ է 1929 թվականին։ Այս պայմաններում 1930-ական թվականների սկզբներին Խորեն Մուրադբեկյան ընտրվեց ամենայն հայոց կաթողիկոս։ Գևորգ Սուրենյանցի մահից հետո 2 տարի տևեց։ Խորհրդային իշխանությունը թույլ չէր տալիս, փորձում էր կաթողիկոս չընտրելով եկեղեցին վերացնել։ Բայց վերջում ստիպված տեղիք տվեց եւ նույնիսկ մենք ունենք փաստաթուղթ, Տիկին Ավագյանը կարող է դրա մասին ասել, երբ որ Բերյան, որը Անդրկովկասի ղեկավարներից էր, նամակ են ուղարկում Հայաստանի ղեկավարությանը իրենց նախընտրելի տեխնացուի մասին եւ բնականաբար Խորեն Մուրադբեկյանը նախընտրելի տեխնացու չէր, որտեւ նա կրկնում էր իր կարծիքը, եկեղեցու շահերը միշտ վեր էր դասում ամեն ինչից եւ նա բնականաբար այստեղից մենք իմանում ենք թե ասենք եկեղեցիականերից ով չկարողանալով դիմադրել, սկսել էր համագործակցել, նույնիսկ փաստ է մնում, որ նաև սկսել էին ոչ միայն համագործակցել, այլ ծառայել նաև խորհրդային իշխանությանը այլ ասպարեզներում։ Նու սա փաստ է, որ մենք չենք կարող լռել սրա մասին։ Այստեղից երևում է, որ նա ժամանակներ ստացվեց, որ ժողովը, որը գումարվեց Էջմիածնում, կաթողիկոս ընտրեց Խորեն Մուրադբեկյանին։ Եվ նա ցավալի մի շրջան էր, երբ որ շարքից դուրս են գալիս մեկը մյուս հետևից եկեղեցիականները եւ վերջում, երբ որ ասեն, որ Ավետիք Իսահակյանը եղել է նրա համադասարանցի, միասին են սովորել եւ կա Ավետիք Իսահակյանի հուշերը, երբ որ մայիս մի քանի օր առաջ եղել է Էջմիածնում, որպես երիտասարդ տարիների ընկերներ զրուցել են, տեսել է, որ նա արդեն հուսալքված վիճակում էր, շատ հուսալքված, գուցե կանխազգացել է, որ արդեն վաղճան է եկել է։ Ընդհանրեն Էջմիածնում մնացել էր 5-6 եկեղեցիականներ, որոնք արդեն այսպես ուսալքված վիճակում էր Ավետիք Իսահակյանը գնա։ Իհարկե նրան մեղադրեցին Ավետիք Իսահակյանին, ու այսպես դրանով է պահպանվել այս փաստաթղթերը, մեղադրեցին, որ նա Էջմիածին է գնացել, իսկ նա ներկայացրել, որ ուսանողներ հետ է գնացել, ուսանողները իրեն խնդրել են ոչ թե նպատակը եղել է գնալ Խորեն Մուրադբեկյանին հանդիպել, այլ ուսանողների հետ գնացել է Էջմիածին էքսկուրսիա եւ այնտեղ պատահմամբ իբրև հանդիպել է Խորեն Մուրադբեկյանը կարծես թե իր մահով կամ իր վախճանով այդ եղերական ժամանակաշրջան, այո, Եմեն եկեղեցի պատմության մեջ մի ժամանակաշրջան ավարտվեց, երբ որ 1930
թվականի ապրիլի 5-ի 6-ի գիշերը նա իր մահկանացուն կնքեց։ Իհարկե վարկածները շատ են այսօր, ոչ մի վարկածի վրա մենք չենք կարող ասել, իրոք դա մահեր սրտի կաթված, թե նրան ինչ որ օժանդակել էին, օգնել էին, այսպես չակերտավոր, որպեսզի նա իր մահկանացուն կնքեր, որտեղ բժշկական եզրակացությունը խոսում էր սրտի կաթվածի մասին, բայց նրան դիահերձում չեն արել, այնպես որ այս առեղծվածը մնում է մինչև այսօր, նա իր մահկանացուն կնքեց եւ սրանով խորհրդային մի ամբողջ եկեղեցու պատմության եւ խորհրդային իշխանություն եկեղեցի հարաբերությունների մի ամբողջ շրջան ավարտվեց։ Դրանից հետո սկսվեց հայրենական պատերազմը, իշխանությունները ստիպված եղան որոշակի թույլատնել ճնշումը եւ արդեն 45 թվականին նոր կաթողիկոս ընտրվեց, տեսեք 7 տարի կաթողիկոս չկար, ընդամենը տեղապահեր կաթողիկոսի Խորեն Մուրադբեկյանի մասին խոսելուց մենք պետք է գնահատենք նրան որպես հայ եկեղեցու այն գործիչների շարքում դասենք, որոնք իրոք անմնացորդ ծառայել են եկեղեցուն եւ դրանով ծառայել հայ ժողովրդին։ Շատ բարի, պարոն Վիրաբյան, այդ դրական, այդ գնահատականով էլ մեր հաղորդումը ավարտենք։ Կրկին շնորհակալություն ձեզ հաղորդմանը մասնակցելու պատրաստակամության համար։ Խորեն Մուրադբեկյանի անունը ցավոք սրտի գրեթե անծանոթ է մեր հանրությանը, այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցները հասու եղան այսպիսի նշանավոր ազգային եկեղեցական գործի, ով ցեղասպանության տարիներին վճռորոշ դերակատարություն ունեցել եղբայրական օգնության գործում, առաջին հանրապետության տարիներին իր դիվանագիտական գործունեությամբ եւ 20-30-ական թվականներին։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր ամենայն հայոց կաթողիկոս Խորեն առաջին Մուրադբեկյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։